ըստ ձեզ հետագայում հնարավոր կլինի Արցախի հարցը հայկական եւ միջազգային օրակարգ վերադարձնել։ Գիտեք, ոչ միայն հնարավոր կլինի, այլ նույնիսկ եթե մենք էլի այնպիսի ղեկավարություն ունենանք, որ չուզի, արտաքին ուժերն են բարձրացնելու այդ հարցը։ Ես այդ շատ եմ շեշտել, որ Ղարաբաղի հարցը միայն ոնց ասեմ ձեզ, մեր Արցախ եւ այլն երկի բանի հարց չի։ Ղարաբաղը շատ փոքր է, բայց ռուսները ոնց են ասում, կրեպկի орешек։ Ամուր ընկույզ։ Այո, շատ պինդ ընկույզ է, պնդուկ է ես կասեի, որը ցանկացած պահի թե ռուսները, մանավանդ ռուսները կարող են օգտագործել։ Ռուսները Հարավային Կովկասում սկսել են դրանից եւ նրանք այդ բաց չեն թողնելու։ Նորից եմ ուզում կրկնել, որ Պուտինի համար Շուշիի հանձնումը ուղղակի, ոնց ասեմ, ինքնանվաստացման նման մի բան էր։ Նա ընդունում էր որպես ռուսական զենքի նվաստացում, որտեղ այդ բերդը ռուսներն են գրավել մեծ արյան գնով Արցախը եւ այլն պահել, ու այսօր ինչ որ թուրքեր կամ իսրայելցիներ գան դրան տեր կանգնեն կամ ոտի տեղը կորցնեն, ռուսները ինձ թվում է դա նրանք չեն ների։ Դեռ process-ները գնում են, դեռ չգիտեք թե ինչ կլինի, Մինսկի խումբ կվերակենդանացնեն, թե նոր խումբ կսկսեն, բայց այդ հարցը փակված չի։ Ուղղակի ողբերգությունը գիտեք ինչու՞մն է, որ մեր ժողովուրդը չկարողացավ այնպիսի ղեկավարություն ունենալ, որ պահեր այդ իրավիճակը, չհանձներ եւ քիչ կորուստներով հասներ այն պահին, երբ որ տարածաշրջանում հարցերը վերջնական լուծում կգտնեին։